Արդարադատության նախարարը Ստրասբուրգում մասնակցում է Եվրոպայի խորհրդարանի արդարադատության նախարարների համաժողովին, որի շրջանակներում այսօր կհանդիպի Ստրասբուրգի դատարանի նախագահ Մատիաս Գիոմարսի հետ։ Իսկ մինչ այդ այցի շրջանակներում Պաատասալյան հանդիպել է Մոնակոյի արդարադատության պետքարտուղար Սամուել Վուելտայի հետ։ Զրուցել են ապագա համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Պաատասալյան կոլեգային ներկայացրել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից մարդու իրավունքների քրեակատարողական համակարգի ծառայությունների զարգացման և թվային կառավարման ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Նաև հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արդարադատության հարցերով պետքարտուղարի հետ։ Բրյուսելում քաղաքական փոփոխություններն անխուսափելի են։ Բրյուսելի արժեքների անկման մասին մեր ասած ամեն ինչն այժմ հաստատվել, ապացուցվել և աջակցվել է ԱՄՆ-ի, Եվրամիության կայունության և անվտանգության գլխավոր երաշխավորի կողմից։ Այս մասին սոցիալական ցանցերում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես գրում է Պապուաշվիլին, առանց լայնածավալ քաղաքական փոփոխությունների Եվրամիությունը կհայտնվի քաղաքակրթական ոչնչացման եզրին, ինչպես դա ասված է ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության մեջ։ Թբիլիսիում քննարկման առարկա է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, որտեղ Եվրոպայի արձագանքը տարբեր են գնահատել։ Ինչպես հայտնի է, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները չեն համաձայնում ԱՄՆ-ի նախագահի կողմից հնչեցված քննադատության հետ և խոսում են Եվրոպայի ներքին գործերին միջամտելու փորձերի մասին։ Կայա Կալասի ասելով, նրանք էլ կարող են մատնանշել շատ այնպիսի բաներ, որոնք Ամերիկայում սխալ են, սակայն Եվրամիությունը չի պատրաստվում միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես նմանատիպ հռետորաբանություն ունի։ Անտոնիո Կոշտան նշում է, որ Եվրոպան և Ամերիկան դաշնակիցներ են և նրանք պետք է գործեն այնպես, որ չմիջամտեն երկրների ներքին քաղաքական կյանքին։ Հարցը քննադատության է արժանանում Թբիլիսիում։ Իշխող թիմը քննադատում է եվրոպացի գործընկերներին կրկնակի ստանդարտի պատճառով, իսկ Գեորգի Գախարիայի կուսակցությունը համաձայն չէ վրացական երազանքի դիրքորոշման հետ և ասում է, որ վրացական երազանքը դիտավորյալ հեռացնում է Վրաստանը եվրոպական ընտանիքից։ Վրաստանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են, հայտնում է Վրաստանի նախագահը, որը խոսելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի մասին, հայտնել է, որ սա Եվրամիությանը ուղղված ինքնաբուխ կոչ չէ, այլ փաստաթուղթը ներկայացնում է այն, թե ինչ խնդրի առջև է կանգնած Եվրամիությունը Ամերիկայի ներկայիս տեսանկյունից։ Միխեիլ Ղավելաշվիլիի խոսքով Վրաստանում պետք է ավարտվի ինչ-որ մեկի կախվածության քաղաքականությունը։ Նրա հայտարարմամբ գործակալությունն ու արմատական թևը, որոնք կառավարվում են որոշակի բյուրոկրատիայի կողմից, ծիծաղելի իրավիճակում են։ Իհարկե, Ալդեն չի արդարացնում այս գործողությունները։ Այսպես է եվրոպական լիբերալ և ժողովրդավարական կուսակցությունների դաշինքը։ Ալդե Փարթի կուսակցությունն արձագանքում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը Լելո ուժեղ Վրաստան կուսակցության անդամ Ալեկո Էլիսաշվիլիի գործի վերաբերյալ։ Իհարկե, Ալդեն չի արդարացնում այս գործողությունները, սա ինքնին ակնհայտ է, ինչպես մենք երբեք չենք արդարացնի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը կամ քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքի կիրառումը, գրում է Ալդեն X սոցիալական հարթակում։ Հիշեցնում ենք, որ մի քանի օր առաջ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Լելո ուժեղ Վրաստան կուսակցության անդամ Ալեկո Էլիսաշվիլիի գործի հետ կապված զրույցի ընթացքում հայտարարել է, որ Ալդեի կողմից արձագանք չկա։ Խորհրդարանն արագացված կարգով հաստատել է օրենքի նախագիծ, որի արդյունքում հավաքների և ցույցերի հետ կապված սահմանափակումները տարածվելու են նաև հետիոտնային արահետներով անցկացվող հանրահավաքների վրա։ Օրենսդրությունը խստացվում է, սահմանվում է ներքին գործերի նախարարությանը նախապես տեղեկացնելու պարտավորություն, եթե հավաքը կամ ցույցն անցկացվում է մարդկանց տեղաշարժի վայրում։ Փոփոխություններով ճանապարհի փակման նման անթույլատրելի կլինի մարդկանց ճանապարհներն արհեստականորեն փակելը, եթե հավաքի կամ ցույցի մասնակիցների թիվը դա չի պահանջում։ Անթույլատրելի կլինի նաև մարդկանց ճանապարհները տրանսպորտային միջոցներով, տարբեր կառույցներով և առարկաներով փակելը։ Եթե հավաքի կամ ցույցի մասնակիցը չի ենթարկվում իրավապահ մարմնի հրահանգներին, ապա նրա նկատմամբ կկիրառվի մինչև 15 օր ժամկետով, իսկ կազմակերպչի նկատմամբ մինչև 20 օր ժամկետով վարչական կալանք։ Նմանատիպ արարքի կրկնակի կատարման համար մասնակիցը կամ կազմակերպիչը կենթարկվեն քրեական պատասխանատվության մինչև 1 տարի ազատազրկմամբ։ Իշխող թիմը նշում է, որ նպատակը հավաքների ազատության և հասարակական կարգի միջև հավասարակշռության պահպանումն է։
Մանկական Եվրատեսիլ 2025-ի մրցույթի եզրափակչի մնացել է ուղիղ 2 օր։ Դեկտեմբերի 13-ին Օլիմպիական գյուղում կանցկացվի փառատոնի եզրափակիչ շոուն։ Եվրոպական 18 երկրների ներկայացուցիչներ կբարձրանան բեմ եւ կպայքարեն հաղթանակի համար։ Անիտա Աբգարյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո Shine Like a Star երգով։ Մասնակիցներն արդեն անցել են 2 փորձ, իսկ այսօր նախատեսված է շոուի բացման եւ դրոշների շքերթի փորձը, որի ռեժիսորը Բասա Փոցխիշվիլին է։ Այսօր փորձեր կանեն նաև նախորդ տարիների հաղթողներ Բզիկեբի եւ Քենդի խմբերը։